Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հայաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են թրիփի տեղանքը, ինչ են հայտարարել։ Բրանկերների հերթական զոհը ԱՄՆ սենատորն է, նրանք Պաշտոնյայի հետ խոսել են Հայաստանի ընտրության արդյունքի, Միացյալ Նահանգների և ԱՄՆ-ի հետ Երևանի հարաբերությունների մասին։ Արեգ Նազմանուկյանին կալանավորել են, կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Պատերազմի հետևանքները հասել են նաև Իրանի բուհեր, ռմբակոծությունների հետևանքով վնասվել են տասնյակ համալսարաններ ու գիտահետազոտական կենտրոններ, իսկ հարյուրավոր ուսանողներ զրկվել են իրենց կրթական տարածքներից, ինչ վնասներ են կրել համալսարանները և ինչպես են պատրաստվում վերականգնել դրանք։ Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական ընկերության ներկայացուցիչները։ ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ընկերության և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն ուսումնասիրել են թրիփի տեղանքը երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով։ Վովանի և Լեքսուսի շոուն հաղորդման հերթական զոհն է դարձել ԱՄՆ սենատորը։ Բրանկերները խոսել են Մերիլենդից դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենի հետ, ձևացնելով, թե բարձրաստիճան հայ քաղաքական գործիչներ են։ Հաղորդման հեղինակները խոսել են խորհրդարանի ընտրության արդյունքի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի հարաբերությունների ու Ռուսաստանի նկատմամբ արևմուտքի քաղաքականության մասին։ Պատժամիջոցների քաղաքականության քննարկման ժամանակ բրանկերներն ասել են, Երևանը չի հասկանում, թե ինչ կարող է Եվրամիությունն առաջարկել երկրին, եթե Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզվեն։ Սենատորն էլ խոստովանել է, որ Հայաստանի կողմից ռուսական արտադրանք գնելուց հրաժարվելու հարցը պահանջում է լրացուցիչ քննարկում։ Դուք կախված եք Ռուսաստանից նավթի և գազի առումով, գոնե մինչև այս պահը։ Մայր Հայաստան կուսակցության անդամ նախկին պատգամավոր Արեգ Նազմանուկյանին դատարանը որոշել է կալանավորել 2 ամսով։ Մանուկյանին տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնեմ, որ Արեգ Նազմանուկյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել պետական գաղտնիք հրապարակելու համար։ Մայր Հայաստան կուսակցությունն էլ հայտարարություն է տարածել և շեշտել, որ դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։ Արեգ Նազմանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմին դիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում, ասված է կուսակցության հայտարարությունում։ Մայր Հայաստանը կոչ է անում հանրությանը քաղաքական ուժերին զգոն լինել և թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականապես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանն, այսօր եկել են Արեգ Նազմանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի հետևից։ Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը, միայն համատեղ քայլերով է հնարավոր կանգնեցնել Հայաստանի դեպի անխուսափելի աղետ ընթացող գործընթացը։ Ուժեղ Հայաստանի անդամ Գոհար Մելոյանն էլ է անդրադարձել Արեգ Նազմանուկյանի կալանավորմանը։ Նրա կարծիքով սա իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։ Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի, հայտարարել է Մելոյանը։ Շաբաթներ առաջ նրա բնակարանը խուզարկվել էր, որից հետո Մանուկյանը չէր խուսափել քրեական հավանական հետապնդումից։ Բացի այդ, վերջինս անչափահաս երեխայի մայր է, ինչը ևս մեկ հանգամանք էր խափանման միջոցներից ամենածանրը չկիրառելու տեսանկյունից։ Արեգ Նազմանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը կալանքը հերթական հարվածն իրավական պետությանը։ Երեկ նաև տեղի է ունեցել Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Դատարանի դահլիճում Կարապետյանը խոսել է իրեն առաջադրված մեղադրանքների և եկեղեցին պաշտպանելու մասին։ 13 ամիս առաջ ինձ առաջադրվեցին 3 մեղադրանք։ Մեկը մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար, որի համար ես թղթած եմ,
եւ երկու մեղադրանք, որոնք ես համարում եմ բնիչների եւ դատախազի կողմից իրավունքի հանդեպ իրական ուղղակի ես բացարձակ կարծում եմ այն հարցերի, որոնց միջոցով ինձ մեղադրանք առաջադրել։ Այսինքն, պարոն Թարգմանյանի առաջարկան ես տեսել եմ այս դատարանի շահարկում, իսկ իմ մեղադրանքը ակցիոնային այդպես էլ ես չտեսա։ Այսինքն, ինչի համար են ես մեղադրվում, ես այդպես էլ չհասկացա։ Դատարանը 2 ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը, հանրային մեղադրողը պահանջել էր 3 ամսով երկարացնել ժամկետը, բայց դատավոր Վահե Դոլմազյանը հրապարակելով որոշումը նշել է, որ 3 ամսյա ժամկետը նշված գործողությունների համար շատ է, բայց 1 ամիսն էլ ոչ այդքան բավարար։ Ուստի դատարանը որոշել է տնային կալանքը երկարաձգել 2 ամսով մինչև սեպտեմբերի 18-ը։ Դատարանի որոշումը Կարապետյանի համար սպասելի էր, հայտարարել է նա, խոսելով իր կալանքի երկարաձգման մասին, կուսակցության առաջնորդը պատասխանել է հարցին, թե որոշումը կսահմանափակի արդյոք իր գործողությունները։ Ավելի ակտիվ կլինեի, ավելի արագ Փաշինյանին ճանապարհենք։ Ձեր գաղտնի պլանի հետ կապված որևէ նորություն կասեք, ինչպես եք այդ հեռացնելու։ Դե հետո ասում ենք, դուք ուշադիր հետևեք։ Հենա գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք։ Հաստատ դուք ճանապարհեցիք, ոչ թե Բա ով, Փաշինյանը խաբար չէր։ Իդեպ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ևս հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը։ Նա հայտարարել է, որ ուզում է գործունեությունը ծավալել մասնավոր ոլորտում։ Տավրոս Տափեյանը նույնպես չի վերցնի պատգամավորական մանդատը, որոշել է շարունակել աշխատանքը որպես Թալինի համայնքապետ։ Վաղարշակ Հակոբյանը քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում 50-րդ համարն է, իսկ Տավրոս Սափեյանը 61-րդ։ 9-րդ գումարման ազգային ժողովում կուսակցությունը կստանա 64 մանդատ։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էլ խոսել է ընդդիմության մանդատները վերցնելու որոշման մասին։ Նրա խոսքով ազգային ժողովում ընդդիմության ներկայությունն արմատական կարևորություն ունի, այլապես խորհրդարանը գերի կմնա քաղաքացիական պայմանագրին։ Երբ որ փողոցում ժողովուրդը Երևանի փողոցը պահանջում է իշխանության հրաժարականը, ազգային ժողովում պետք է պատգամավորները քվեարկեն։ Եվ եթե չկա պատգամավոր ընդդիմադիր, որը պետք է քվեարկի, ամբողջ փոփոխության հույսը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա է լինելու, ինչը գործնականորեն անհնար է, որ ԿՊ-ն գնա քվեարկի, որ ինքը գնա։ Այդ իսկ պատճառով եկել ենք այն տրամաբանության, չնայած իհարկե մեր մեջ էլ կար կարծիք, չեմ թաքցնի, իմ մեջ էլ կար կարծիք, որ հետագա իրենց ազգային ժողով գնալը ինչ նպատակահարմարություն ուներ այդ պահին, բայց երկար նայելով գործընթացին մենք հասկանում ենք, որ ազգային ժողովը գերի թողելով 100%-անոց ԿՊ-ական սարքելով, մենք ունենալու ենք այլ միջավայր մեր երկրում, դա անձնիշխանություն էր 100%-անոց։ 2026-ի խորհրդարանի ընտրությունը պատմության մեջ կմնա որպես աննախադեպ պետական տերորի պայմանուն տեղի ունեցած ընտրություն։ ՀՅԴ բյուրոն հայտարարություն է տարածել ու շեշտել, որ իշխող ուժը ընտրական գործընթացի ընթացքում կիրառել է ամբողջ վարչական ռեսուրսը պետական եւ համայնքային լծակների ներգրավմամբ։ Եվ արդյունքում առաջին անգամ վարչական միջամտության պատճառով Հայաստանի Հանրապետության քաղաքացին զրկվել է իր ընտրելու, իսկ քաղաքական ուժը խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքի։ Ցանկացած գնով վերարտադրվելու իշխանության մոլուցքը հարվածի տակ է դրել հանրային համերաշխությունը, ժողովրդավարական արժեքները, կայունությունը եւ պետության կենսունակությունը։ Գործող վարչախումբը շարունակաբար թիրախ է դարձնում անկախության հռչակագիրը, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, Արցախյան շարժումը, հայկական ինքնության հիմքերը, այն ամենը, ինչ եղել է համահայկական միասնության շաղախը։ Ստեղծված պայմանում նոր իրողությունների եւ հանգամանքների հաշվառմամբ հարկ է շարունակել քաղաքական պայքարը նոր մարտավարությամբ, նոր թափով եւ ուժգնությամբ։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին ազատ են արձակել, իսկ նրա կալանքը փոխարինել են տնային կալանքով։ Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայտնել է, որ Սպարտակ Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից։ Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, Կոմիտասի Պողոտա Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Volkswagen Մագնիշի ավտոմեքենան, Kia Forte-ն, Kia Մագնիշի և Chevrolet Volt Մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի պատճառով երկու անչափահաս տեղափոխվել է երևանյան բժշկական կենտրոններից մեկը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Մի քանի օր է Սյունիքում քննարկման հիմնական թեման գայլերի հարձակումներն են։ Տուժածների թվում կա նաև 3 տարեկան երեխա, իսկ 65-ամյա տղամարդու վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Մինչ փրկարարներն ու մասնագետները որոնում են կենդանուն, քննարկվում է նաև նրա անսովոր վարքագծի հնարավոր պատճառը։ Ինչ է հայտնի այս պահի դրությամբ ռեպորտաժում։ Գորիսում ավելի զգուշավոր են դարձել։ Հուլիսի 8-ից բնակիչներն արդեն վախով են դուրս գալիս տնից։ Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 մարդու վրա։ Նախ Բաքում խաղացող 3 տարեկան երեխայի վրա է հարձակվել, որին գայլի բերանից փրկել է ականատես մի տղամարդ։ Քարահունջ բնակավայրում էլ կենդանու զոհը 65-ամյա տղամարդ է դարձել։ Գայլը մեջքից է հարձակվել։ Տղամարդու վիճակը ծանր է, ABC մեդիային հայտնեց գյուղի վարչական ղեկավարը։ Դեմքն ու մեջքի հետևից է արձակվել, հետո դեմքն։ Ոնց որ այդ օսկորնել ավնասվել, նարվի հետ խնդիր կա։ Փրկարար ծառայությունը որոնում է գայլերին, հայտնել է Գորիսի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը։ Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։ Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանի խոսքով բոլոր տուժածները մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նույն բողոքով գայլի հարձակում։ Ժամը 18-ից հետո 10-15 րոպեի ընթացքում արդեն ինքնուրույն ոչ շտապ օգնության միջոցով անմիջապես բերվեցին ևս 5 հոգի, որոնք ասեցին, որ գայլն է իրենց վրա։ Բոլորը դուրս են գրվել բացի մեկից։ Հիվանդանոց տեղափոխվածներից մեկի 65-ամյա տղամարդու վիճակը ծանր է, Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվելու։ Այնտեղ մասնագիտական օգնությունը այնտեղ կարող է ցույց տալ, բժիշկերը արդեն կապը պահպանում են քիչ առաջի հարկին խոսած, որ պայմանավորվածությունը որպեսզի ընդունեն ու տեղափոխումը կազմակերպենք։ Փոխտնօրենի խոսքով գայլերի հարձակումից հետո ոչ աշխատանքային ժամին հիվանդանոց է վերադարձել ամբողջ բուժանձնակազմը եւ անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է։ Իրավապահներն ու փրկարարները որոնում են մարդկանց վրա հարձակված կենդանուն։ Դեպքը լուրջ մտահոգություն է առաջացրել նաեւ մասնագետների շրջանում։ Կենսաբան Հրաչ Ղազարյանի ուսումնասիրած տեսագրությունների համաձայն կադրերում երևում է վնասված վերջույթով էգ գայլ, նաեւ նրա երկու ձագերը։ Մասնագետների գնահատմամբ տարվա այս եղանակին, երբ սննդի պակաս չկա, գայլերի այսպիսի վարքագիծը բնորոշ չէ։ Հենց այդ պատճառով էլ չեն բացառում, որ մարդկանց վրա հարձակված կենդանին կարող էր վարակված լինել կատաղության վիրուսով, որը մահացու վտանգավոր վիրուսային հիվանդություն է, սակայն դրա զարգացումը հնարավոր է կանխել, եթե մարդը ժամանակին ստանա անհրաժեշտ բուժօգնություն։ Բժիշկները հիշեցնում են, կենդանու կծելու կամ քերծելու դեպքում պետք է անմիջապես լվանալ վնասված հատվածը օճառաջրով կամ ախտահանող նյութով եւ առանց ժամանակ կորցնելու դիմել բուժհաստատություն։ Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում են, Գորիսի բնակիչներին կոչ են անում լինել առավել զգոն, խուսափել վայրի կենդանիների հետ շփումից եւ ցանկացած կասկածելի դեպքի մասին անմիջապես տեղեկացնել համապատասխան ծառայություններին։ Սեդակ Յուրեղյան, Նանե Հայրապետյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Կրկին պայթյուններ են տեղի ունեցել Իրանի մի քանի քաղաքներում, իրանական լրատվամիջոցները հայտնել են Չաբահարում, Բուշեյրում, Բանդար Աբասում, Քոնարակում և Ահվազում տեղի ունեցած պայթյունների մասին։ Տարածաշրջանի երկնքում գրանցվել է ԱՄՆ-ի ռազմական բարձր ակտիվություն, վնասների և զոհերի մասին մանրամասները դեռևս անհայտ են։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանում գտնվող Միացյալ Նահանգների Ալ-Ազրակ ավիաբազայի ուղղությամբ։
Ըստ հայտարարության թիրախում եղել է նաև ամերիկյան հրամանատարական կենտրոնը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Կորպուսը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանի դեմ կխոչընդոտեն Հորմուզի նեղուցում սահմանափակումների փուլային վերացմանը։ Այս պահին նեղուցի թողունակությունը հասել է նախկին մակարդակի 50%-ին։ Պատերազմի հետևանքները միայն ռազմաճակատով չեն սահմանափակվել։ Հարվածների թիրախ են դարձել նաև Իրանի կրթական ու գիտական հաստատությունները։ Վնասված շենքեր, դադարեցված ուսումնական գործընթաց եւ վերականգնման աշխատանքներ։ Իրանից վերադարձած ABC մեդիայի նկարահանող խումբը եղել է ռմբակոծված համալսարաններից մեկում եւ ֆիքսել ավերածությունները։ Շահիդ Բեհեշտիի համալսարանը Իրանի ամենահեղինակավոր եւ հայտնի համալսարաններից է։ Գտնվում է Թեհրանի հյուսիսային Էվին շրջանում եւ հիմնադրվել է 1960-ական թվականներին եւ սկզբում կոչվել է ազգային համալսարան։ Այստեղ սովորում է շուրջ 18-ից 19 հազար ուսանող, ունի 19 ֆակուլտետ։ Համալսարանը միջազգային ճանաչում է ստացել, համարվում է Իրանի առաջատար բուհերից մեկը եւ ընդգրկվում է աշխարհի լավագույն համալսարանների ցանկում։ Հարյուր 50-ից ավելի ուսանող միայն այս հատվածում էին սովորում, բայց քանի որ սարքավորումներն ու նյութերը մերն են, նորից կարճ ժամանակում վերականգնելու ենք։ Ուրբաթ էր, երբ ռմբակոծեցին համալսարանը։ Ուրբաթն Իրանում ոչ աշխատանքային օր է, ինչի շնորհիվ վիրավորներ չկային։ «2026 թվականին Իրանի պատերազմի ժամանակ այս համալսարանը եւս ռմբակոծվել է, օդային հարվածների հետևանքով լուրջ վնասներ է կրել։ Համալսարանի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել։ جایی که اصابت قرار گرفته همینجا بوده موشک به اینجا خورده Պայթյունը շատ ուժեղ էր, վնասվել են նաև կողքի շենքերը, լազերային եւ պլաստմասե իրերի ուսումնական կենտրոն է եղել։ Պատերազմի երրորդ օրն է համալսարանը ռմբակոծվել։ Ֆազել Ջահանգիրի խոսքով ուսանողների կրթություն ստանալու իրավունքը ոտնահարված է։ Նրանք նոր ուսումնական տարում այս կորպուսում սովորելու հնարավորություն չեն ունենա, մինչև նորոգելը։ این نشون میده که هدف دشمن از اصابت Թշնամին ուզում է մեր կամքի, մեր առաջընթացի վրա ազդել, բայց նրան չի հաջողվի։ Նման գործելավոճը չի ազդելու մեզ վրա։ Իրանի գիտության նախարարության տվյալով պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 30 համալսարան եւ գիտահետազոտական կենտրոններ, որոնց թվում են Շահիդ Բեհեշտիի, Շարիֆի տեխնոլոգիական եւ Իրանի գիտության ու տեխնոլոգիաների համալսարանները։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իրանում Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը մասնակցել է ավելի քան 40 միլիոն մարդ։ Press TV-ի գնահատմամբ այն աշխարհում երբևէ եղած ամենամարդաշատ երթն է եղել։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Իրանի Մաշհադ քաղաքում այս գիշեր ավարտվել է նախկին գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը։ Ալի Խամենեիի աճյունն ամփոփվել է Իմամ Ռեզայի դամբարանում։ Մաշհադը Խամենեիի հայրենի քաղաքն է։ Փողոցներում հավաքված մարդիկ պարզել են Իրանի ազգային դրոշները, սպանված առաջնորդի լուսանկարներն ու մենք կսպանենք Թրամփին գրության պաստառներ։ Իրանի վրա հարձակվելը հավասարազոր է մարմնից քաղցկեղը հեռացնելուն, եթե չհեռացնեք, քաղցկեղը կմեռնեք, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մեկնաբանելով Միացյալ Նահանգների ավիահարվածներն Իրանին։ Ինչ վերաբերում է իրեն, ապա նա նշել է. «Ինձ դեմոնիզացնում են, ես դրան արժանի չեմ, մարդիկ ինձ չեն ճանաչում, ոչ ոք ինձ չի ճանաչում»։ Եվրամիությունն էլ պատրաստվում է քննարկել Իսրայելի անօրինական բնակավայրերից ներմուծման համար մաքսատուրքեր կիրառելու հարցը։ Մասնավորապես եվրոպական հանձնաժողովն առաջարկում է խիստ միջոցներ արևմտյան ափին իսրայելական անօրինական բնակավայրերից ներմուծումը կրճատելու համար։ Գաղտնի փաստաթուղթը հայտնվել է Պոլիտիկոյի խմբագրությունում։ Բոլորը խոսում են պատերազմի եւ զենքի մասին, ես դեռ ոչինչ չեմ լսել խաղաղության մասին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։
Մարիա Զախարովան էլ Ռուսաստանում բենզինի ճգնաժամից բողոքող օտարերկրացի դիվանագետներին առաջարկել է անցնել հասարակական տրանսպորտի։ Գերմանիայի դեսպանատունը մեզ տեղեկացրեց բենզինի խնդիրների մասին եւ որ անհրաժեշտ է դադարեցնել, ինչպես նրանք են անվանում, ագրեսիվ պատերազմը։ Մենք համաձայն ենք, որ ժամանակն է Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով իրականացվող այս ագրեսիվ պատերազմը։ Մինչ այդ թող մտահոգ գերմանացի դիվանագետներն օգտվեն հասարակական տրանսպորտից, ասել է նա։ Մուհամմեդ անունը կրկին դարձել է Անգլիայում եւ Ուելսում նորածին տղաների շրջանում ամենատարածված անունը։ Սա արդեն 3-րդ տարին անընդմեջ։ Իդեպ, ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի վիճակագրության վարչությունը, անունների top 50-ում կան նաեւ այս անվան այլ տարբերակներ՝ Մոհամմեդ եւ Մոհամմադ։ Attention all aircraft, effective immediately. Palm Beach International Airport is officially President Donald J. Trump International Airport. Ֆլորիդայի Palm Beach-ի միջազգային օդանավակայանը պաշտոնապես վերանվանվել է Թրամփի պատվին, հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Նյու Յորքի կենտրոնում էլ տեղադրվել է ֆուտբոլի աշխարհի գավաթի 8 մետրանոց կրկնօրինակը, որն ամբողջությամբ պատրաստված է Լեգոյի խորանարդիկներից։ Չինաստանի Հենջժոու քաղաքում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել է օձերի բուծման ֆերման, որտեղից մոտ 900 օձ է փախել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, կհանդիպենք առայժմ։